որ Հայաստանը չի համենացրել ռուսաց լեզվի միջազգային կազմակերպության պայմանագիրը, նա պնդել է, որ Հայաստանի վարչապետի բարձրացել է այդ հարցը եւ Նիկոլ Փաշինյանը խոստացել է ինֆորմացիա այդ հարցի։ Սա ինչ պայմանագիր է, Հայաստանը իսկապես ցանկանում է միանալ այդ պայմանագրին եւ դա ինչ է իրենից ենթադրում կմանրամասնեք խնդրեմ։ Գիտեք, տարբեր ուրեմն նախագծեր կան, որ շրջանառվում են այդ հարթակներում, դա հերթական նախագծերից մեկն է, շրջանառվել է, այդ թվում տարբեր գերատեսչություններ, աշխարհադատության նախարարություն, արտաքին գործերի նախարարությունից գործընկերներով, ովքեր որ այդտեղ դիրքորոշում եւ կարծիք կարող են ունենալ։ Մենք որոշակի ուրեմն դիտարկումներ ենք ունեցել նախագծի վերաբերյալ, դա կարծում եմ շատ աշխատանքային process է, նախագծերը հենց այդ պատճառով էլ շրջանառվում են, որպեսզի քննարկվեն եւ լավացվեն։ Կարծում եմ, որ աշխատանքային գործընթացի մաս է կազմում, հետագա քննարկումները արդեն ցույց կտան պետության դիրքորոշումը, այս փուլում այս ձևով նախագծում վերաբերյալ որոշ դիտարկումներ կային։ Կներեք, ինչ է ենթադրում այդ նախագիծը կմանրամասնեք, եթե կարելի է։ Նախագիծը իրականում գիտեք, որ հաղորդակցության եւ նաեւ մեր տարածաշրջանում հաղորդակցության կարևորագույն լեզու է ռուսերենը եւ բնականաբար այդ ուրեմն լեզվի իմացությունը խթանում է նաեւ օրինակ տնտեսական կապերը, հանրային զարգացման հնարավորությունները եւ հերթական նախաձեռնությունն է, որը ուղղված է այս կապերի ամրապնդմանը եւ նաեւ ռուսերենի իմացության բարելավմանը, բայց ելի եմ ասում, որ այդտեղ բավականին հարցեր ու դիտարկումներ կան մեր կողմից ու աշխատանքային գործընթացում այս պահին, քանի որ զուտ աշխատանքային գործընթաց է, հարկ չեմ համարում դրանք բարձրաձայնել, կարծում եմ, որ քննարկումների ժամանակ կպարտադրվի։ Հիմա իշխանությունը եկեղեցու նկատմամբ արշավ իրականացնում է, թե ոչ։ Կներես մի հարց տամ։ Օգնորոշվեք, ինչ եք ուզում հարցնել։ Թեման շարունակենք, ոչ մի խնդիր, իհարկե։ Արդյոք սրանով ռուսաց լեզվին Հայաստանում ինչ որ նոր կարգավիճակ է տրվում, թե ոչ։ Ոչ, չի կարող նման բան լինել, գիտեք, որ մեր երկրում կա պետական լեզու, մեկ պետական լեզու, դա հայերենն է, եւ այդ իրավիճակը որևէ պարագայում չի կարող փոխվել, ավելին մենք առաջիկայում լեզվական քաղաքականության հայեցակարգն ենք բերելու, որը նաեւ ամրապնդելու է հայերենի որպես պետական լեզվի կարգավիճակը, որովհետեւ մի բան է ասել, որ պետական լեզու է, մի բան է նայել, թե ինչպիսի իրավիճակ ունենք տարբեր ոլորտներում, տարբեր իրադրություններում եւ լեզվական քաղաքականության հայեցակարգը կարծում եմ շատ կարեւոր է, որպեսզի ունենանք, որպեսզի մենք էլ կարողանանք հետևել հայերենի զարգացմանը եւ ամրապնդմանը։ Հիմա մենք մի շարք ծրագրեր ենք անում, որ ուղղված են նաեւ հայերենի թվային կենսունակությանը, որտեղ տեխնոլոգիական զարգացման այս իրավիճակում հայերենի խնդիրները եւ հայերենի որպես լեզվի զարգացման խնդիրները տեղափոխվում են նաեւ թվային տիրույթ, որպեսզի մենք ունենանք հայերենով այդ շտեմարանները, ունենանք թվային տիրույթում ներկայացվածությունը, որը լեզվի կենսունակություն կապահովի ու բյուջեի կատարման զեկույցն ենք ներկայացնում, բյուջետային նոր ծրագրեր ունենք, որոնք ուղղված են հենց լեզվական կենսունակության բարձրացմանը։ Տիկին նախարար, այնուամենայնիվ նույն այդ շրջանակները, որոնց հետ մենք այս օրերին զրուցել ենք այս թեմայով